դատարան, պատվաժն դատարան, երբ մոտ 3 ամիս առաջ սույնանցի վերաբերել այսանք դատարանը կշտության քննարկամասում կացեց որոշում, արձանագրեց այն հանգամանքը, որ դեռևս առկա է բարձր հավանականություն առայն, որ մեղադրյալ ազատության մեջ հայտնվելու դեպքում հնարավոր է չկատարել Հայաստանի Հանրապետության դատավարության վերաբերված պարտականությունները, այդ թվում խոչընդոտի Մարութի Քերնցյանը մասնակիցների վրա անհրաժեշտ ազդեցություն գործադրելու եղանակով։ Միաժամանակ դատարանը արձանագրեց, որ առկա է նաև ռիսկ հավանականություն առել, որ մեղադրյալ ազատության մեջ մնալու դեպքում կարող է կատարել անձամբ միևնույն ժամանակ արձանագրելով, որ ժամանակի ընթացքում այդ ռիսկի հավանականությունը որոշակի աստիճանով նվազել է։ Այսինքն, այս պայմանությամբ մենք ունենք երկու հիմք, մեկը բարձր հավանականությամբ, մյուսը ոչ բարձր հավանականությամբ։ Եթե մենք հայացք գցենք անցած ժամանակահատվածի վրա եւ փորձենք գնահատել այս 3 ամիսների ընթացքում ինչ նոր հանգամանքներ են իհարկե եկել, որոնք կարող են մեզ թույլ տալ արձանագրելու, որ նախկինում արձանագրված ռիսկերը բացառապես վերացել են կամ որոշակի չափում նվազել են, ապա ես պետք է փաստեմ, որ այդպիսի հանգամանք ի հայտ չի եկել։ Եվ կոպիտ ասած կամ ժողովրդական կերպով ասած, մենք գրեթե գտնվում ենք նույն կետում, ինչ գտնվում էինք այն պահին, երբ առաջի անգամ խափանոցին երկարաձգման հարց քննարկվեց։ Հետևաբար, պատվաժան դատարան, ես գտնում եմ, որ դատարանի կողմից մոտ 3 ամիս արձանագրված հիմքերը նույն ռիսկայնությամբ պահպանվում են, դրանք որևէ կերպ չեն նվազել, ավելի չեն զերոացել, եւ հետեւաբար գտնում եմ, որ մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը ենթակա է երկարաձգման եւ խափան միջոց կալանքի փոփոխման համար հիմքեր առկա չէ։ Դրա հետ միաժամանակ հարկ եմ համարում անդրադառնալ այսպես ասած դատարանի կողմից ցուցաբերված ջանասիրության։ Բոլորիս աչքի առջև է, որ անցած 3 ամիսների ընթացքում դատարանը ներողություն խնդրում մեծ հարգանքով ջանք չի խնայել հնարավորինս սերմ ժամկետում նիստեր նշանակելու, մոտ ժամկետում նիստեր նշանակելու ուղղությամբ եւ ջանք չի խնայվել, որ դատաքննությունը կամ առնվազն նախնական դատալսումները ուտվեք ասել դեմում չդոկեն։ Բայց օբյեկտիվ թե սուբյեկտիվ պատճառներով մենք այնուամենայնիվ հույս ունենք մենք այսօր ենք կարողանալու մտնել հիմնական դատալսումներ։ Նաև ուզում եմ արձանագրել, որ անցած ժամանակահատվածում չի կայացել, եթե հիշողություններ չի դավաճանում 2 դատական նիստ։ Ասված 2 մի դեպքում մեղադրյալը չէ ներկայացել, բայց այդ դատական նիստը տեղ ունեցավ հարցեր քննարկվեցին եթե ճիշտ է հիշում։ Ամեն դեպքում այդ օրը նիստ չի կայացել եւ երկրորդ դեպքում եթե հիշողություններ չի դավաճանում պաշտպանները չէին ներկայացել։ Երկրորդը ճիշտ եք ասում։ Ես բացարձակ նպատակ չունեմ ինչ-որ մեղադրանքի ճակերտների մեջ մտքեր հնչեցնել իմ գործընկեր պաշտպանների հանդեպ, ես նշեցի օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով, բայց այնուամենայնիվ այս հանգամանքների համադրմամբ պետք է արձանագրել, որ դատարանի կողմից ցուցաբերվել է բավարար ջանասիրություն նիստերը ժամանակին հնարավորինս ավելի մոտիկ ժամանակահատվածում կատարել։ Ուզում եմ ևս մեկ հանգամանք արձանագրել։ Եթե մեծ առումով փորձենք գնահատել, թե ինչ փոփոխություն է ունեցել, ապա դա այն է միակ հանգամանքը, որ մեղադրյալը ևս 3 ամիս գտնվել է կալանքի տակ։ Առաջ ընկնելով, համոզված լինելով, որ հարգելի պաշտպանները այս հանգամանքը բարձրաձայնելու են եւ փորձելու են այս իմ կարծիքն է հանգամանքով ներկայացնել, որ հիմքերը միգուցե այս առումով նվազել են, բայց ուզում եմ ցույց տնել վճռաբեկ դատարանի
նախադեպային որոշումը առայն, որ որոշակի ժամանակ կալանքի տակ գտնված լինելու հանգամանքը ինքնին չի կարող հիմք հանդիսանալ արձանագրելու, որ հիմքերը վերացել է եւ որ խափանմիջոցով ընտրված կալանքը ենթակա է փոխվում։ Պատվաժան դատարան ամփոփելով խոսքս գտնում եմ նորից եմ նշում, որ միշտ խափանմիջոց կալանքի ժամկետը ենթակա է երկարաձգման, իմ գնահատմամբ այս պայդրությամբ այլընտրանքային որևէ խափանման միջոց թե առանձին, թե համացված չի կարող բավարար պատշաճ վարքագիծ ապահովել մեղադրյալի նկատմամբ եւ գտնում եմ, որ խափանմիջոց ժամկետը կալանքի ժամկետը պետք է երկարաձգվի 3 ամիս ժամանակով։ 3 ամիս ժամանակով, որովհետեւ ես կարծում եմ դա այն ժամանակն է, որի ընթացքում հնարավոր է մենք արդեն հետազոտած լինենք ապացույցները արձակնած վկաներին եւ միայն այդ հանգամանքների գնահատմամբ արդեն կարող ենք նոր եզրահանգումներ կամ դիրքորոշումներ կայացնել։ Իմիջիալոց թույլ տվեք դերս մեկ նախադասություն նշեմ, որպես դատարանի կողմից ես այդպես եմ վերագրում ցուցաբերած ջանասիրության մասին է վկայում, խոսում նաեւ այն փաստը, որ նույնիսկ Ներսը դուրսը դադարեցեք, ով մնաց ներսում դուրս եկավ էլ չթողեք ներսը։ Որ նույնիսկ դատարանը հաշվի առնելով մասնավոր շահը իմ գնահատմամբ որոշակի վերապահումներով հանրադարձավ կամ գնահատեց քերական դատավարությամբ սահմանված այն կարգավորմանը, որ ապացույցները պետք է հետազոտվեն այն հերթականությամբ, որը որ կողմն է ներկայացնում, նույնիսկ շրջանցեց դա եւ որոշեց, որ պետք է հարցակնենք վկաներին։ Եվ այս հանգամանքը եւս մեկ անգամ վկայում է, որ թե առնվազն դատարանը եւ հավատացնում եմ նաեւ հանրային կողմը որևէ նպատակ չունի ավել 1 վայրկյան մեղադրյալին կալանքի տակ պահելու։ Հարցը հետեւյալն է, օբյեկտիվ գնահատում, արդյոք հիմքերը վերացել են։ Պատասխանում եմ, որ ոչ։ Շնորհակալություն ասել բան չունեմ։ Շնորհակալություն պատվարժան դատարան, միանալով գործընկերոջս մեկ բան ըստ էության ավելացնեմ, տեսեք, քրեական դատավորության օրենսգրքի 117-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ եթե խափանման միջոցի գործողության ընթացքում փոփոխվել կամ վերացել են կիրառված խափանման միջոցի իրավաչափության պայմանները, բարոյ իրականացնող մարմինը արդեն իր օրենքով նախատեսված լիազորությունների շրջանակում կարող է փոփոխել կամ վերացնել խափանման միջոցը, հիմա պատվարժան դատարան, տեսեք, քրեական այս վարույթի դատաքննության ընթացքում դեռևս որևէ ապացույց չի հետազոտվել։ Իսկ բովանդակային առումով քրեական վարույթի դատական քննությանը խոչընդոտելու հետաքրքրություն, այսպես ասած, եւ իմաստ իրականում կա, ինչի համար պատվարժան դատարան, որովհետեւ սույն քրեական վարույթով կան վկաներ, որոնք տվել են ցուցմունքներ, որոնք մեղադրական բնույթի են մեղադրյալի նկատմամբ, այսինքն հայտնել են այնպիսի տեղեկություններ, որոնք վերդիկտ կայացնելու համար ունեն էական նշանակություն։ Եվ մեղադրյալը ազատության մեջ գտնվելու պայմաններում իրականում բավականին հետաքրքրություն ունի այդ վկաների վրա ազդելու եւ քրեական վարույթի նորմալ ընթացքին խոչընդոտելու։ Հետևաբար այս պայմաններում պատվարժան դատարան մենք գտնում ենք, որ առկա է մեղադրյալի վրա Հայաստանի Հանրապետության քրեական դատավորության օրենսգրքով, ինչպես նաև դատարանի որոշմամբ իր վրա դրված պարտականությունները չկատարելու բավականաչափ բարձր ռիսկ։ Ուստի այս պայմաններում պատվարժան դատարան ես եւս կարծում եմ, որ կիրառված խափանման միջոցը փոփոխելու եւ վերացնելու հիմքերը բացակայում են եւ ցանկանում եմ նաեւ անդրադարձ կատարել մեկ հանգամանքի, որոնք այս անցած 3 ամիսների ընթացքում բավականաչափ ծավալուն անդրադարձ է կատարել թե պաշտպանության կողմը եւ թե վարույթ իրականացնող մարմինը։ Տեսեք, խոսքը վերաբերվում է մեղադրյալի առողջական վիճակին։ Պաշտպանները բավականաչափ բարձրացրին այս հարցը տարբեր դատական նիստերի ընթացքում եւ դատարանը ընդառաջ գնալով նշանակեց համապատասխան ոլորտի փորձաքննություն եւ մենք բոլորս ականատես եղանք համապատասխան փորձաքննությանը, որ կալանքի կրմանը խոչընդոտող որևէ հիվանդություն առկա չէ։
Այսինքն այս մասով կառավարության որոշում սահմանված հիվանդությունների ցանկում ըստ էության չկա։ Եվ դատարանի կողմից գործադրված ջանքերը այս հարցի լուծման համատեքստում եւս բավականին բարձր են, այսինքն դատարանը իրենից կախված ամեն ինչ արել է այս հարցը եւս լուծելու տեսանկյունից։ Ուստի պատվարժան դատարան այս մասով մեղադրանքի կողմը գտնում է նաեւ, որ հիվանդությունները մեղադրյալի եւ ներկայացված փաստաթղթերը չեն կարող չեզոքացնել կիրառված խափանման միջոցի հիմքերը եւ պայմանները։ Մնացած մասով ես եւս կարծում եմ, որ այլընտրանքային խափանման միջոցները չեն կարող իզոլու լինել ապահովելու մեղադրյալի պատշաճ վարքագիծը, ուստի նշված նկատառումից ելնելով պատվարժան դատարան միանում եմ գործընկերոջս կողմից ներկայացված միջնորդությանը եւ ես եւս գտնում եմ, որ մեղադրյալի նկատմամբ կիրառված կալան խափանման միջոցը ենթակա երկարաձգման 3 ամիս ժամկետով։ Շնորհակալություն։